Շատ բարի դրացիական, շատ ջերմ, մեր փոխհարաբերությունները նույնպես հիմա շարունակվում են Հայ-Աքվեի հետ։ Պարզապես այս փուլում ընտրական գործընթացներին միասին մասնակցությունը որոշեցինք դադարեցնել։ Հայտարարված էր հենց այդպես, որ մենք որոշում ենք կայացրել միասին մասնակցել ընտրություններին։ Բայց ելի եմ կրկնում, սուղ ժամկետների պատճառով այդ համագործակցությունը ընտրական գործընթացներին մասնակցելու տրամաբանության շրջանակներում դադարեցվել է եւ մենք ընտրություններին մասնակցում ենք մեր ցուցակով, մեր ինքնուրույն ցուցակով, սակայն մեզ հետ շարունակում են համագործակցել եւ մեր ցուցակումները առված են Շանթ Դաշինք կուսակցության անդամները, Շանթ Դաշինք կուսակցությունից անձինք, մենք փոխադարձաբար, ինչպես նաեւ առաջ շարժման, ինչպես էր, առաջ արժանապատվության շարժման մեր գործընկերներից մարդիկ կան ներգրաված մեր ցուցակում, կան անհատներ, որոնք անկուսակցական են, եւ մեր ցուցակը բավական այդպես ընդգրկուն է, համապարփակ է, տարբեր պրոֆեսիոնալներ կան։ Ստացվել ինչպես եւ խոստացել ենք, ստացվել է պրոֆեսիոնալների ցուցակ, որը գնում է առաջիկա ընտրությունների մասնակցելու համար։ Դրական շատ այսպես ոգևորված, մեծ ոգևորությամբ, այսօր մեր ցուցակը ներկայացրենք եւ շատ դրական են գնահատում, մեր աշխատանքից է կախված հետագա արդյունքները։ Պարոն Գալստյան, այսինքն Հայ-Աքվեի հետ ձեր համագործակցությունը չստացվեց, ձեր նախաձեռնությամբ թե Չալաբյանը ինչ որ տեղերի հետ կապված այլ ամբիցիաներ ուներ, չբավարարվեցին այդ ամբիցիաները եւ չստացվեց համագործակցությունը։ Փակագծերը բաց եք խնդրում։ Ինչպես արդեն նշեցի, դա փոխադարձ ընդհանրապես փոխադարձ համագործակցություններ փոխադարձ դադարեցնելը մեկս մյուսի հետ ոնց փոխադարձ որոշում էր, համատեղ որոշում էր եւ կապված չէր ինչ որ տեղերի վերաբերյալ, հենց զուտ տեղերի վերաբերյալ քննարկումներ, այսինքն տեղերի հետ դա կապ չուներ։ Ինչպես արդեն նշեցի, որոշակի հարցեր էին, որոնք պետք է համաձայնեցվեին միասնական հանդես գալու համար։ Բա եթե չէին համաձայնեցվել, ինչու հայտարարեցիք, որ համագործակցում եք, անգամ ձեր միջոցառումների ժամանակին այս մասնակցությունը տեսանք, այսինքն այդ ամենը չէր քննարկվել։ Այդ պահի համար դա բավարար էր։ Հետագա փուլերի համար արդեն հետագա փուլերում հանդես գալու համար, ինչպես արդեն նշեցի, դրանք արդեն դուրս էին գալիս այն շրջանակներից, որոնց վերաբերյալ պետք էր արդեն ավելի մանրամասն համաձայնություններ ձեռք բերել։ Գլխավոր տարաձայնությունը ո՞րն էր ձեր երկու։ Վերեք ես չմանրամասնեմ, հետագայում ես համոզված եմ, մենք առիթներ կունենանք դրա մասին դեռ շատ խոսելու, մեր Հայ-Աքվեի ընկերների հետ կարող ենք քննարկումներ կազմակերպել, որին դուք համոզված եմ ներկա կլինեք, եւ կարող ենք դրա մասին շատ ավելի մանրամասն խոսել։ Այս պահին կարծում եմ չարժի այդ մասին եւ պետք չի պարզապես այդ մասին ավելի տենց մանրամասն խոսել։ Ես համոզված եմ դրա մասին խոսելու շատ առիթներ դեռ կունենանք։ Եվ եթե դուք էլ նկատեք, մենք ունենք որոշակի մեր այսպես հետևեք հետագայում նաև մեր ծրագրին, ինչպես նաև Հայ-Աքվեի հայտարարած դրույթներին եւ իրենց ծրագրային մոտեցումներին, հաստատ համոզված եմ կտեսնեք, որ կան տարբերություններ եւ այդ տարբերություններն են պատճառ հանդիսացել ընտրություններին արդեն միասին չմասնակցելու համար եւ այդ ոնց ասեմ, մեր մոտեցումները չհամատեղվեցին հենց որոշակի սկզբունքային հարցերի շուրջ։ Պարոն Գալստյան, մեր հաշվարկներով մոտ 200 միլիոն դրամ է ծախսել LED անանատների վրա գովազդային բավականին թանկ տեղերում տեղադրելու համար։ Խնդրեմ ներկայացնեք որտեղից ձեր այդքան ֆինանսական միջոցներ, քան որ կապ ընդդում, որ ձեզ ֆինանսավորում է Սերժ Սարգսյանը։ Մեզ Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում, մեզ ֆինանսավորում են շատ տարբեր մարդիկ, մեր տարբեր ընկերներ, մեր սեփական միջոցներն են ներդրված, մեր ընկերների միջոցները մենք Ես կարող եմ ավելացնել բոլոր այն անձինք, բոլոր մեր այն քաղաքացիները, ովքեր հաշտ չեն ստեղծված իրականության հետ։ Եվ դրանք մի աղբյուրից միջոցներ չեն, ես ցանկանում եմ նշել, դրանք տարբեր աղբյուրներից միջոցներ են եւ հետագայում նաեւ կհրապարակվեն այն ֆինանսական հաշվետվություններ, դուք ինքներդ եք կտեսնեք, որ դրանք տարբեր միջոցներից եկած միջոցներ են եւ ելի եմ ուզում ցանկանում ուղիղ կրկնել, ուղիղ ասել, որ դրանք մեկ աղբյուրից միջոցներ չեն եւ Սերժ Սարգսյանը չի ֆինանսավորում մեր գործունեությունը։ Իսկ հետընտրական համագործակցություն ընտրությունների գնում էի Հայ-Աքվեի հետ միասին։ Հիմա այս մի քանի օր առաջվա այդ ապահարզանից հետո, այսպես պատկերավոր ասենք, ձեր շանսերը ինչպես է գնահատում առանց Հայ-Աքվեի։ Առանց փոփոխությունների։ Ինչպես եղել են, մենք մեր շանսերը նույն կերպ էլ գնահատում ենք, մենք մեր շանսերում փոփոխություններ չենք տեսնում։ Ո՞րն էր համագործակցության հիմք դնելու։ Հայ-Աքվեում կան շատ լավ պրոֆեսիոնալներ, շատ լավ մարդիկ, ովքեր ունեն անցած ճանապարհ եւ նրանց մեզ հետ լինելը հեչ չէր, վատ չէր լինի հետագայում, որպեսզի այդ մարդիկ ներգրավվածն են եւ ազգային ժողովում եւ հետագա process-ներում։ Եվ եթե մենք ունենանք հնարավորություն նրանց կրկին
կանենք առաջարկներ, նրանց կրկին սիրով կներգրավենք ինչպես մեր գործունեությանը, այնպես էլ պետական կառավարմանը, եթե այդպիսի հնարավորություն ստանանք։ Եվ մեր երկրում ընդհանրապես պետք է բոլորս ֆիքսենք, որ փոքր երկիր ենք, ունենք իրականում կադրերի պակաս, կադրերի պակասով եւ մենք չենք կարող մեզ թույլ տալ շռայլություն կադրերի ընտրության հարցում, մարդկանց այդպիսի ընտրության հարցում։ Մարդիկ, ովքեր ունեն անցած ճանապարհ, պետք է այդ մարդիկ եւ անցած ճանապարհ մաքուր մարդիկ էլ պետք է այդ մարդիկ ստանան իրենց արժանի հնարավորությունները։ Դուք ձեր նախընտրական ծրագրում ի կետ ունեք Արցախ վերադարձի հետ կապված, արդյոք դա է եղել տարաձայնությունը իրենց հետ։ Արցախ վերադարձ, ոչ թե Արցախ վերադարձի մասն է խոսքը, մենք խոսում ենք արցախահայերի իրավունքների պաշտպանության եւ արցախահայերի Արցախ վերադարձի իրավունքների պաշտպանության մասին։ Որոշակի տարբերություններ մեր մոտեցումներում կարող են լինել նաև հենց այդ հարցում, բայց այստեղ էլ եմ ասում, շրջանակը շատ լայն է եւ ես չեմ ցանկանա կանգնել մեկ հարցի կամ երկու հարցի վրա։ Տարբեր հարցեր կան, տարբեր շրջանակներ կան եւ իրականում տարբեր մոտեցումներ կան։ Մեր ծրագիրը առաջիկայում մենք օրենքով սահմանված պարտականություն ունենք նաև հրապարակի ծրագիրը եւ այդ ծրագրային դրույթների մեջ դուք համոզված եմ տարբերություններ կտեսնեք։ Ես որպեսզի հստակ լինի Արցախահայերի վերադարձի իրավունքի մասով երկու դետալ ավելացնեմ, ուրեմն վերադարձի իրավունքը ամրագրված է միջազգային դատական ակտով, միջազգային դատական ակտերով ամրագրված է այդ իրավունքը եւ մեր իշխանության գալու պարագայում մենք մինչև վերջ առաջ ենք տանելու այդ ակտերով ամրագրված Արցախահայերի վերադարձի իրավունքի ամրագրումը եւ դրա իրացումը։ Ուրեմն սա մեր հստակ գիծն է։ Ինչ համագործակցություն եք պատկերացնում։ Ես սկզբունքային ինչ կետեր կան, որոնց շուրջ չեք համագործակցում։ Համագործակցություն միանշանակ չի կարող լինել գործող ուրեմն իշխող վարչակազմի հետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, իսկ որ ուժերի հետ ինչ ձևաչափով համագործակցություն կլինի, ես կարծում եմ դրա մասին մի փոքր վաղ է խոսել, համբեր ենք եւս շատ կարճ ժամանակ, կարծում եմ, որ մոտ ժամանակներում ամբողջությամբ քաղաքական դաշտը կբյուրեղանա, այդ process-ը սկսված է եւ երբ որ կունենանք բյուրեղացումը ու կունենանք նաեւ ընտրությունների արդյունքները, հստակ կլինի թե որ ուժերի հետ ենք կարողանում ինչպիսի ձևաչափով համագործակցել։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի գործող իշխանությունը չվերարտադրվի։ ՀՊ-ի հետ իսպար բացառում։ Նշեցի դա արդեն, այո։ Մենք արդեն իսկ հայտարարել ենք, պետք է հաշվի առնենք, որ մենք ունենք արդեն իսկ հայտարարված, թե ինչպիսի ձևաչափեր ենք մենք համագործակցության վերաբերյալ նախընտրել եւ նշել ենք, որ ՀՊ-ի հետ բացառում ենք ձևաչափը, հեսա պարոն Դրմյանը կշարունակի, ՀՊ-ի հետ բացառում ենք, ինչպես նաեւ մենք չենք թույլ տալու, որպեսզի նախորդ պաշտոնաթող նախագահները եւ նրանց կողմից ղեկավարվող ուժերը, այսինքն նրանց կողմից ղեկավարվող ուժերի դեպքում պաշտոնաթող նախագահների հատկապես պաշտոնաթող նախագահները զբաղեցնեն վարչապետի պաշտոնը։ Այսինքն ունենք այդ հստակ դիրքորոշումը։ Փաշինյանից ազատվելու, բայց օրինակ, չգիտեմ, որևէ նախկին ձեր ասած պաշտոնաթող նախագահի միջոցով նրան ընտրելու։ Ես կարող եմ հավելել այդ ֆորմատի ձևաչափի եթեների ապաների մասին հիմա խոսելը ուղակի զուր է, որովհետև նորից եմ կրկնում, քաղաքական դաշտը բյուրեղանում է, կբյուրեղանա, հստակ կլինի մասնակցության ձևաչափը, մենք ունենք ուժեր, որոնք դեռ չեն ներկայացել իրենց ընտրացուցակները, չգիտենք ներկայացնելու են թե չէ, համագումարներ եղել են, բայց ուժեր կան, որ դեռևս հայտ չեն ներկայացրել, իրավական առումով, այդ ձևաչափով համապատասխան, երբ որ քաղաքական դաշտը կբյուրեղանա, վստահ եմ մեր լրատվամիջոցները եւ մամուլի ներկայացուցիչները ուշով հետևում են այդ զարգացումներին, շատ ավելի հստակ պատասխաններ կունենան։ Չեք բացառում։ Ասում եմ, Եր նպատակը եւ նպատակը վերջնակետը այն է, որպեսզի գործող իշխանությունը չվերարտադրվի։ ՀՊ-ի հետ բացառում եք, բայց նաեւ նախկինների հետ եք բացառում, թե համագործակցության ձևաչափ լայն պետք է նայել, համագործակցության ձևաչափը շատ տարբեր կարող է լինել, դրա մասին էս փուլում ես նպատակարար չեմ համարում խոսել։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։